Հանուն Հոր և Որդու և Հոգուն Սրբու, ամեն Քրիստոս հարյավ իմերելոց, օրինյալ է հարությունը Քրիստոսի, մեզ և ձեզ մեծ ավետիս։ Այսօր շարունակենք նորից հարության տոնի հետ կապված 4-րդ մասը, մենք 3 մաս խոսեցինք, եկան կանգնեցինք այնտեղ, որ Տերը գերեզմանում չէր, հարություն էր առել, երբ որ Մարիամները եկան տեսան, հիմա երբ որ գնացին և պատմեցին, Պետրոսը խորհուրդը իմանալով շտապ գնաց գերեզման, հետո գերեզմանից գնաց մտքի մեջ զարմանալով, մտավ տուն մյուս աշակերտների հետ։ Դեռ իրանք չէին տեսել և հրեաներից հալածված էին, Աստծուց թողնված, ընտանիքից արդեն վաղուց հեռացել էին, տխուր տրտում և ողորմելի էին այդ պահին, որտև մի պահ հուսալքված, հուսահատված, ավելի տխուր էին և տրտում, քան թե բոլոր մարդիկ այդ ժամանակ։ Բայց նորից դռները կոծկեցին, պատերը ամուր էր, որպեսզի իրանք չգտնեն, և նորից այդ դռները փակ, ինչպես գերեզմանում դուռն էր փակ և քարը իր տեղում կանգնած էր, բայց Տերը հարություն էր առել ու չկար։ Նույնպես ստեղ դռները փակ, ամեն ինչ փակված, որ ոչ մեկ իրենց չգտնի, հայտնվեց Տերը մարմնով և ողջունեց, ողջույն ձեզ, բոլորը շվարած նայեցին, զարմանում էին, երկրորդ անգամ ողջունեց, ողջույն տվեց արդեն որպես խաղաղության օգնական, փարատեց նրանց անձերից երկրային սուգը, որտև սգավոր էին արդեն, և տրտմությունը նրանց դարձնելով մտքով անխախտ և հոգով անչարչարելի, որտև երբ որ արդեն տեսան, հավատացին, էլ ոչ մի բանից երկյուղ չունեին, ոչ մի չարչարանքից անգամ, նրանց ամլացրեց և կարծրացրեց առավել ևս, քան Ադամանդը, որպեսզի կարողանան ընդունել նրա անպատում շնորհները, որ հետո տալու էր Տերը Սուրբ Հոգով, շնորհներով լցնելու էր, որպեսզի գնա ողջ աշխարհում քարոզեն Տիրոջը, որը ամեն ինչից մեծ էր այդ Տիրոջ շնորհները, առավել, որին հավասարակշիռ ոչինչ չկա երևացող բաների մեջ, որտև երբ որ մարդ Տիրոջը ճանաչում է, տիեզերքից թանկ է, ավելի լավ, քան թե ողջ տիեզերքը ունենաս, դրա համար հավասարակշիռ ոչինչ չկա։ Եվ աներևույթ բան, մենք երևացող բաները մի թեթև գիտենք, բայց աներևույթ բաները միայն Աստված գիտի, մենք ոչ ոքս չգիտենք։ Եվ այդ պահին, երբ որ տան մեջ հայտնվեց Տերը, այդ փոքրիկ տունը դարձավ երկինք, որտև լցվեց Տիրոջ լույսով և զորությունով և խաղաղությամբ, կարծես երկինքը եկել մտել էր այդ փոքրիկ տան մեջ։ Եվ դրա համար հավատացին և մենք էլ, որ պետք է հավատանք, այսինքն մենք ասելով նկատի ունեմ բոլոր այս դարերի աշխարհի ժողովուրդը, հավատան այդ թաղվածին, որ հարություն առավ, հարություն առածին, ով պիտի գա ավերելու բոլոր գերեզմանները և հարություն տալու բոլոր ննջեցյալներին առանց թերության և պակասության։ Տեսեք, գերեզմանները մենք շատ վաղուց խոսել էինք, ոչ միայն այն գերեզմանը, որ մարմինը դրվում է հողի մեջ, նաև երբ որ մենք անաստված ապրում ենք առանց Քրիստոսի, մենք իսկ տեղով գերեզման ենք։ Երբ որ Քրիստոսին դարձի ենք գալի հավատում ենք,
այդ թմբիրի մեջից, այդ գերեզմանից մենք որպես նոր արարած հարություն ենք առնում։ Եվ նրանք, ովքեր որ Քրիստոսով չեն ապրում, տարիներով, մեծ տարիքում, ոչ հավատք ունեն, ոչ մկրտվել են, ոչ էլ հավատում են Քրիստոսին, ոնց որ քայլող գերեզմաններ լինեն եւ մեռելներ։ Եվ դրա համար ինքը եկավ, որպեսզի բոլորը գերեզմաններից հարություն առնեն։ Եվ ոչ միայն այս մեր մարմնավոր գերեզմանից, այլև հենց իրական հողի մեջ թաղված գերեզմանից էլ բոլորը հարություն են առնելու երկրորդ գալուստից ընդհանրական դատաստանի ժամանակ։ Եվ ամեն մեկը, եթե կատարյալ առաքինություններ ուներ, այդ տեսքով իր առաքելության տեսքով է հարություն առնելու։ Բայց դե կան մարդիկ նաև, որ անգամ դա էլ չունեն, ընդհանրապես ոչ մի բան բարի գործ։ Եվ այո, երկինքն էր տունը։ Այդ տունը դարձել էր երկինք եւ շատերը մնացին դրսում։ Ովքեր էին դրսում։ Դրսում նրանք էին, ովքեր չեն հավատում։ Երկնքից դուրս են, ովքեր չեն ընդունում Քրիստոսին։ Կամ այն հարսանիք, որ հրավիրվածները իրանք հարսանիքի հանդերձներ չունեն, բոլորին դուրս թողեցին դրսում։ Կամ ինչպես են հինգ կույսերը, հիմար կույսերը, էլի մնացին դրսում։ Այդ դուրսն ու ներսը միշտ կա Սուրբ գրքում։ Եվ ինչպես ներսում հրեշտակները ողորտին տարան ներս, փակվեց, մնացած մնաց դրսում եւ կուրացան։ Այսինքն դրսինները գույն են, չեն տեսնում Տիրոջը, որ հասկանան, հավատան, որպեսզի ներս գան։ Եվ այդ ժամանակը 12 աշակերտներից Թովմասը միայն չկար, եւ երբ որ պատմեցին, ինչ եղավ, Թովմասը դեռ չհավատաց, թե հավատության մեջ էր, ասեց մինչև ես չտեսնեմ, իմ ձեռքերը չշրափեն, չեմ հավատալ։ Հետաքրքիր է, եւ երբ որ 8 օր անցավ ընդամենը, 8-րդ օրը երկրորդ անգամ նորից հայտնվեց այդ տանը, երբ Թովմասը արդեն կար, նորից փակ դռներով, հետաքրքիր խորհուրդ ուներ այդ 8 օրը, որ 8 օրեկան տանում էին թլպատության ուղղությամբ։ Թլպատության խորհուրդը, որ մեղքը տես թլպատում, կտրում հեռացում։ Եվ Պողոս առաքյալը ինչպես ասում է, այդ 5 տակարյան թլպատությունը, ոչ թլպատությունն է մի բան, ոչ անթլպատություն, այլ նոր մարդ լինելը Քրիստոսով։ Եվ դրա համար ասում է, ոչ թե ձեր մարմինը պետք է թլպատեք, այլ ձեր սրտերը պետք է թլպատեք, որպեսզի փոխվի սրտից այդ մեղքը կտրի հեռացվի։ Եվ այս ժամանակ, երբ որ 8-րդ օրը հայտնվեց Թովմասի թերահավատությունը, որպեսզի թլպատվեր ու հավատար։ Իր թերահավատությունը թլպատվեց 8-րդ օրը։ Եվ Թովմասը, երբ որ շոշափեց, մի անգամից ասեց, դու իմ Տեր, իմ Աստված։ Հիմա Ծննդոց գրքում արարչագործության ժամանակ առաջի օրերը մինչև 6-րդ օրը, առաջին 5 օրը միշտ ասում է Աստված ստեղծեց, Աստված սա ստեղծեց, որ բարի է, Աստված, Տեր անունը չի տրվում։ Տեր անունը տրվեց 6-րդ օրը, երբ որ մարդուն ստեղծեց եւ օրենքը դրեց, որպեսզի չուտեին այն կյանքի Տեր Աստված եւ ծառերը դրեց, գիտության եւ բարի գիտենալու ծառը, չարի եւ բարու գիտության ծառը, եւ այդտեղ առաջի օրենքը դրեց, որ չուտեն այդ պտղից։ Դրա համար Տեր բառը սկսվեց այդ տեղից։ Տերը Աստվածը, որ առաջի 5 օրն էր, որ արարչագործության օրերն էին, իր արարչագործության զորության իմաստ ուներ Աստված բառը հենց,
Իսկ երբ որ Տեր բառը եկավ արդեն, Տերը իրավունքով դատելու Տերն է, որ օրենքը մտցրեց, որ խախտեք օրենքը աստվածային, դատվելու եք, եւ դրա համար է Տեր։ Եվ այդ դա մտավ 6-րդ օրը, Տերը, բառը, Տեր Աստված։ Թոմասը ասեց Տեր եւ Աստվածին, որովհետեւ ընկավ այդ օրենսդիր մեղքի մեջ, իր թերահավատության, որտեղ սկզբից չհավատաց, ընկավ այդ մեղքի մեջ։ Դրա համար սկզբից ասեց Տեր, որովհետեւ արդարությամբ Տերը պետք է դատի։ Եվ Տերը ներեց, դատեց, տեսավ, որ նորից հավատաց, զղջաց, եւ այդտեղ կնիկ դրեց Թովմասը, որ եւ Տերն է, եւ Աստվածն է։ Հետաքրքիր համեմատություն եմ ուզում անեմ Դանիելի հետ։ Տեսեք, մի հատ գերեզմանում դռները փակ էին, կոծկված էին, տնիկով խփած էր, քարը դրված էր։ Հետո եկավ հայտնվեց նույն ձևի տանը։ Եվ հիշեք Դանիելի մարգարեության մեջ, երբ որ Դանիելը չի հնազատվում թագավորին, ինչ են անում, գցում են առյուծների գուբը։ Նորից քարի բեկորը դնում են դռան դեմը, որպեսզի ոչ մեկ դուրս չգա, եւ հետաքրքիր խորհուրդ ուներ։ Առյուծը նաեւ այդտեղ սատանայի խորհուրդ ուներ, եւ այստեղ գերեզմանում որ դնում էին, սատանան մարդկանց հոգիները առյուծի պես հոշոտելով տանում է դեպի դժոխք։ Եվ Դանիելի մարգարեության մեջ էր առյուծների գուբը խորհրդանշում էր դա, որ սատանան պետքա կուլ տար Դանիելին, բայց թագավորը ասել էր դե եթե հավատում ես քո կենդանի Աստծուն, թող քո Աստվածն քեզ պահապան լինի։ Բայց քանի որ Դանիելը անմեղ էր, մաքուր էր, սուրբ էր, հավատում էր Աստծուն, միանգամից Աստծո հրեշտակները փակեցին առյուծների բերանը։ Եվ երբ որ առավոտը եկավ, ամբողջ գիշեր թագավորը չէր քնում, սպասում էր առավոտյան, որ տեսնի։ Ու եկավ, երբ որ ձայն տվեց, Դանիելը ներսից պատասխանեց, ու առյուծները ոչինչ չէին արել իրան։ Նույն այդտեղ հրովարտակը գրեց, որ թող հավատան իրանց կենդանի Աստծուն, իրանց միայն կենդանի Աստված։ Եվ հետաքրքիր էր Դանիելի գցելուց առաջ այդ ժամանակ իրանք կուրքի արձան էին սարքել, Բելի արձանը։ Տեսեք, Բելի երբ էր Աբրահամից ժամանակներում էր, երբ որ Մելքիսեդեկը Հայկը հաղթեց Բելին, այն ժամանակ Բելի արձան էր կանգնացել, բայց արդեն եկավ դարեր էր անցել, 1000 տարի արդեն անցել էր սենց, եկավ էլի Բելի արձանը կար, որ պաշտամունք էին սարքել, որտեղ թագավորը ասում է ամեն օր մենք Բելին 40 ոչխար ենք տալիս, նաև 12 արդու ընտիրալյուր և 6 մար գինի և ամեն օր զոհաբերում էին Բելի արձանին։ Դու խիչ ես երկրպագում իրան Դանիելին, թագավորն են ասում։ Ծիծաղաց Դանիելը, ասես կավից սարքած, բրոնզից փակված կուրք անշունչ, ինքը ոնց կարա ուտի դրանք 40 ոչխար, այդքան ալյուրը, որը մոտավորապես հավասար էր բավականին մի 23-12-ով բազմապատկած, մի 200-300-ի մոտերը, այդքան կիլոգրամ ալյուր և մոտավորապես էլ մի 120 լիտր գինի։ Ամեն օր զոհաբերում էին Բելի կուրքին։ Եվ դրա համար գցեցին անորից առյուծների գուբը էլի։ Այդ առյուծների գուբը դրա համար, որ չերկրպագեցին, իրան չերկրպագեց Բելի կուրքին։ Տեսեք, Բելին չկա, 200 ժամանակ այդ կուրքը կա, և այսօր էլ երևի ծածուկ կա, մենք չգիտենք, որտեղ նույն այդ բաբելոնյան աշտարակաշինությունը աշխարհում կառուցվում է, մի քիչ արդեն ձևափոխված։ Տեսեք, արդեն եկավ հարցը դարձավ այնտեղ, որ անգամ մեր
անձնագրերում են ուզում փոխեն, թե ինչ բելիարձան դնեմ, հայկի նետը դնեն, բայց բելը չկար, որ չգիտեմ ինչ-որ տենց բաներ կար, կարդացի։ Եվ հետաքրքիր է, որ այդ համեմատությունն է հետաքրքիր, որ միշտ փակում են դուռը, ժայռի բեկորով փակում են, նույնն էլ այդ գրուպներ ոնց որ տիրոջ գերեզմանը։ Բայց ես չգիտեն Աստծո զորությունն էլի, որ Աստված ամենազոր է, ինչ ոնց կարող են արգելել Աստծուն գործել։ Նույնն էլ հիմա է կատարվում մեր ժամանակներում, ամեն ինչ անում են, որպեսզի արգելեն Աստծո հավատացյալներին, երկրպագությունը մեր Տիրոջ, որպեսզի խափանեն Տիրոջ գալուստը, ինչ ասես չեն անում։ Մեր այսօրվա աչքերով այսօր աշխարհում, ամբողջ աշխարհը Քրիստոսի դեմ է։ Եվ հետաքրքիր էր, որ դրա համար 7 թիվը, որ Տիրոջ թիվն է, 7-րդ օրը հանգստացավ Աստված իր գործերից։ Տեսեք, առաջի 5 օրը, առաջի 6 օրը, ինքը աղտակիրներին արարեց, նկատի ունեմ մեղավորներին, որ մարդիկ են, աղտով, մեղքի աղտով բռնված, բայց ինքը ասում է բարի էր, հիշում եք, չէ, ամեն օրը 5 օրերը, որ ինձ ստեղծեց, ասեց բարի էր։ Այդ բարին չի վերաբերվում աղտին, վերաբերվում աղտակիրին, այսինքն մեղավոր մարդուն, որ զղջա մաքրվի այդ աղտից, որ նոր բարի դառնա։ Եվ բարին հիշում ենք Եզեկիել մարգարեության մեջ, որ նշեց, որ սա է բարին։ Բարին նա է, երբ որ իր դրացի կնոջը չի ցանկանում, հա? Իր կնոջ դաշտանի մեջ գտնվող ժամանակ չի մոտենում, աղքատների մեջ, ընկերների մեջ արդար դատաստան է անում, որ արդար դատի, որն է ճիշտը, որը սխալ է, աղքատին չի զրկում, տնանքին օգնում է, երբ որ մերկին հագցնում է, զգեստավորում է, սովածին հաց է տալիս, ծարավին ջուր է տալիս, ուրիշ աստվածների չի պաշտում, միայն կենդանի մեր Տիրոջն է պաշտում։ Եվ այդ բոլորը ով որ անում է, ասում է, դա նա է արդարը։ Այսինքն պետք է Տիրոջ այդ խոսքերը կարողանանք մեր կյանքում իրագործել, որպեսզի համարվենք Տիրոջ արդարը, ճշմարիտ։ Եվ ասում է, Եսային այդ ժամանակ էլ ավելացնում է, եթե մի արդարել գտնեմ քաղաքում, քաղաքին ձեռք չեմ տա։ Տեսեք ինչքան դժվար է արդար լինելը, որ քաղաքները հերթով կործանվում են, այսինքն արդարներ չկան։ Եվ դրա համար պետք է մենք քայլեր անենք, որ ասենք Տեր, մենք ուզում ենք քո արդարին մեզ մաքրի, ամեն աղտից մաքրի, որպես աղտակիր մաքրվենք, աղտից ազատվենք, որպեսզի բարի լինի մեր ծնված օրը, մեր ապրելու օրը, նաև մեր մահվան օրը, որպեսզի հարություն առնենք նորից Տիրոջ զորությամբ։ Եվ հետաքրքիր է, նորից 12 թիվն էլ է, 7-րդ օրը արդեն որ հանգստացավ, 7-րդ օրը արդեն աղտակից չկային, միայն Աստծո հանգիստներ։ Եվ 12-ն է նորից խորհրդանշում էր, ինչի 12 առաքյալ ընտրեց։ Հետաքրքիր հայրը, մեր հայրերից Սուրբ Եղիշեն շատ հետաքրքիր բան է բերում, ուրեմն մեղքեր է թվարկում, 12 մեղքեր։ Եվ դրա համար ոնց որ 12 առաքյալներ ընտրեց, որպեսզի այդ մեղքերի դեմ գնային պատերազմեին։ Առաջի մեղքը Աստծուն թողնելն է, որ Աստծուն մոռանում ենք, կենդանի Աստծուն չենք պաշտում։ Տեսեք, մարդիկ շատ տեղեր ասում են, մենք պաշտում ենք, մենք Աստծուն հավատում ենք, այլակրոնները, աղանդները, բայց կենդանի Աստված լրիվ ուրիշ է, Սուրբ Երրորդությունն է, Քրիստոսն է, որ եկավ մարդ դարձավ։ Եթե իրան չեն հավատում, նշանակում է Աստծուն չեն հավատում, այսինքն մեծ աշխարհի բռնված է հենց այդ մեղքով։
Նաև անգամ, ովքեր ասում ենք հավատում ենք, բայց իրականում ներսով ոչինչ հավատում ենք, եթե չենք կատարում, չենք փախչում մեղքերից, Հովհաննես Առաքյալը ասաց, ինչպես եք սիրում Աստծուն։ Սուտ եք ասում։ Ինչպես եք սիրում, եթե մեղքի մեջ եք ապրում։ Երկրորդը, մարդու ձեռքի ստեղծվածների երկրպագելը, նոր խոսեցինք, ոնց որ բելի արձանը սարքել են, երկրպագում են, հիմա էլ տարբեր բաների են երկրպագում, ու հենց փողին կոնկրետ, նյութին, իրանց Աստվածը փողն է, փողի համար ամեն ինչ անում են, փողի համար ծախում են երկիրը, ծախում են ազգը, ծախում են հավատքը, ոչինչ չեն թողնում, որտեղ իրանց Աստվածը փողն է, մամոնը։ Երրորդ մեղքը, անզգա իրերին մարդու ձեռքով սարքած զոհ են մատուցում, էլի նույն պատմություններ, կուրքեր էին փոքրիկ սարքում կամ մեծ, ու զոհ են սկսում մատուցել, որտեղ միշտ դևերը գալի ներկա են լինում, որտեղ կուրքին դու զոհ ես մատուցում, որ դևը պետքա գա, որ հետո քեզ հոշոտի, ինչպես Սողոմոն իմաստունն է ասում, պոռնկությունը չի եղել սկզբից, դևերի պաշտամունքից, կուրքերի պաշտամունքից համար եկավ այդ պոռնկությունը մտավ, այդ դևերը եկան որտեղ պաշտամունքներին։ Չորրորդը, անխտիր ապականության մեջ լինելը միշտ։ Հինգերորդը, իր պատկերացին, իր նմանածին սպանելը, որտեղ նույն ձևի քո պատկերով ստեղծեց այս մարդուն, մյուս մարդուն, բայց այս մեկը վերցրեց ու սպանեց դրան, Կայինից սկսած մինչև այսօր, չեմ ասում մանուկ երեխաներին։ Վեցերորդը, ագաները, որը դառնության արմատն ագահությունը, էլի նայում ենք այսօր մարդիկ ագահ են, ու շատ ահավոր ագահ, միայն փոքրիկ երեխաներն են, որ ինձ մաքուր, բայց որ սկսում են քիչ-քիչ մեծանալ, որ տեսնում ես, արդեն կամաց իրանց մեջ մտնում է, փոքրերի մեջ էլ է մտնում, էս իմնա, էս իմնա, ատելության 7-րդ մեղքը, որ անպտղաբերությունն է, ատելությունը, որը արդար մարդի անպտղաբերությունն է, հետաքրքիր է, երբ որ նախ ուղիղ իմաստով էլ նայենք, ամուլ են լինում, չէ՞, բայց դա դրա իմաստն էլ չի ունում, նաև ավելի ճիշտ հոգևոր պտուղ չի տալի, անպտուղը, բարի պտուղներ չի տալի, կամ եթե անգամ ամուլ ենք լինում, երեխա չեն ունենում, էլի մեր մեջ պետք է նայենք ինչու, որտեղ արգանդ բացողն ու փակողը միայն Տեր Աստվածը, ում ենք ատում, ում ենք նախանձում, ում մասին չարենք մտածում, մաքրենք մեր մեջից, Աստված ուզում է, որ մաքրվենք, նոր մաքուր զավակ պարգևի, բայց երբ որ մեղքի մեջ ենք ուզում ստանանք, արատավոր կարող է երեխա ծնվի, դրա համար չի տալիս, Սարային էլ երկար ժամանակ չտվեց, սկզբից ծիծաղաց, չհավատաց, հեշտակաց, ինչ ես ծիծաղում, չհավատում, երբ որ հավատաց, պարգևեց այդ երեխային, զավակին, 8-րդը, գողությունը, որը աշխարհի ավերածության սկիզբն է, այսօր աշխարհում նայում ենք ոչ միայն անհատ մարդն է գողացող, ազգովի պետությունները գողություններ են անում, մեկը մյուսից, ուզում են թալանեն մյուս պետությանը, կոտորեն մյուս պետությանը, ու տենց բոլոր դարերում, այսօր բացի բիացա, բացի բաց, պարզ անում են այդ ամեն ինչը, և ես միշտ ասել եմ, պետությունը ուրիշ հասկացողություն է, հայրենիքը ուրիշ, պետությունը որպես գող է աշխատում, հայրենիքը ոնց որ հոգին լինի, մարմինը պետությունը, բայց մարմինն ու հոգին իրար դեր միշտ հակառակ են, պետությունը պետական օրենքները ամեն ինչ հնարում է, որպեսզի մարդկանց քամի, ճզմի, տանի, գողանա, հզոր պետությունը, այն թույլ պետությանն է սկսում, քամի նորից տանի,
ինչպես այսօր մեզ նվաստացրին, հենց մեր պետական այրերը, որ կողքի պետություններ, գա ինքն էլ պոկի տանի, ահավորեն։ 9-րդ հափշտակությունը, որը պատերազմներ է գրգռում, այդ նույն էլի բանը, որ հափշտակում են իրարից, պատերազմներ են ստեղծում, որպեսզի հափշտակեն վառելիքի համար, միշտ Ամերիկան պատերազմ անում այդ վառելիքի համար, միշտ արել է, ինքը մի լիտր վառելիքի համար, ինքը մի երկրի դեմ կարող է պատերազմ սկսի, նյութի համար մյուս պետությունները, հողի համար մյուս պետությունները, և ընդամենը շատ երևի քիչ ազգեր կան, որ խաղաղ ուզում են ապրեն, այսօր ամենածիծաղելի վիճակում մենք ենք, որտեղ բոլորը սուտ հնարում են մեր ազգի դեմ, բայց բանն է, որ մենք էլ ենք հնարում մեր ազգի դեմ սուտը։ Նրանք հնարում են իրանց ազգի օգտին, բայց մենք հնարում ենք մեր ազգին վնաս, ու տենց ամբողջ աշխարհը մեր ազգի դեմ ստեր է հորինում։ Եվ դրա համար մեր հույսը պետք է լինի միայն մեր Տերը, որպեսզի ինքը պատերազմի բոլորի դեմ, որտեղ մարդկային ուժերից վեր է դա, բայց ինքը մեզ տվել է պատվիրան, որ մեր ուժերից վեր չի, մեր դեմ պատերազմելն է, մեր մեղքը մաքրելն է, ինքը դրանց հարցերը բոլորի լուծելու է։ Մի չկասկածենք դրանում երբևիցե, ինքը ասեց, աղերսով եկեք դարձի դեպի ինձ, ես ձեր բոլոր թշնամիների հետ կպատերազմեմ։ 10-րդ սուտը, որը Աստծուն ուրանալն է։ Էլի 11-ը ամբարտավանությունը, որը խեղանդամ է անում հոգիներն ու մարմինները։ Մեղքի սկիզբը նաև ամբարտավանությունն է։ 12-ը մավան պտուղը, որ ժառանգեցինք այս ամբողջ ապականության մեջ, որ վերջում մարն եք ճաշակում։ 12 մեղքեր է թվարկում, խորը, ամբողջ մեղքերը սենց ոնց որ լծված խտացված է, դրա համար 12 առաքյալներ կարգեց, որպեսզի այս աղտերի դեմ պատերազմենք։ Եվ այդ առաքյալները, տեսեք ինչքան ծանր էր, հայրենիք ենք ասում, ցավում ենք, միշտ զղջում ենք, որտեղ կորցնում ենք, հայրենիք ենք կորցրել ենք, կորցրեցինք, և չգիտենք Աստված գիտի անրևույթ բաները էլի ենք կորցնելու, թե այս մի փոքրիկ, որ մնացել է, հələ մարգարեների, առաքյալների վիճակը, էլի հայրենիք չունեն, իրենց հայրենիքը հալածվում էր ամբարտավանությունից, անգամ որ բոլորին սպանեցին մարգարեներին, առաքյալներին, շատ քիչերը, որ իրենց մահով խորձերության մեջ մահացան, բոլորին սպանեցին, բայց տեսնում էին, նույն ամբարտավանը իրանց երկիրն էր, պետություն կոչվածը, որտև հայրենիք չէր մնացել, պետությունը սաղ պղծում էր ու ավիրում էր, մարգարեներին, որ հալածվում էին հենց իրանց երկրում, Եսայուն, բոլոր մարգարեների գերազանցին, որ ամբողջովին սենց կիսեցին սղոցով, ինչ մահ են ունեցել, ինչ կյանք են ունեցել, Երեմիա, որ այդքան չարչարվեց, ասում էր Երանի ծնված չլինեին, որտեղ տեսնում էր այդ ամբողջ մեղքը երկրի մեջ ու իր հալածանքներն էր, որ կրում էր, և տենց նվիրված մնացին հավատարիմ Աստծուն, և դատաստանի օրը բոլորն էլ դատելու են ազգերին։ Եվ դրա համար ողջ աշխարհն էլ 12 մասերով բաժանեց, որ աղտի մեջ են բոլոր հիվանդները, որ բոլոր տեղերից արյուն է հոսում, վերքերը, անընդհատ վերքերը բացվում է ու արյունոտ է։ Եվ միայն ուրախությունը մեր Տեր Հիսուս Քրիստոս է, որ իր հարությամբ բուժելու է այս վերքերը, արյունոտ վերքերը,
որպեսզի հարություն առնի ամբողջ մասերը մարդկության։ Եվ հանապազոր, ինչպես աղոթն ենք անում Հայր մերի մեջ հանապազորի հացն ենք ընտրում, այնպես էլ քրիստոնյան հանապազոր սպասում է Տիրոջ գալուստին։ Այս 2000 տարի ըստից շատ մոտ է, ժամանակները Աստված գիտի, բայց ասում է օրն ու ժամը միայն Հայրը գիտի, բայց տարիների մասին չի ասում, տարիները մոտ են շատ, օրն ու ժամը կլինի շատ արագ, ու էլի վախենալը ոչինչ չունենք դրսիմներից, ներսով եթե ունենք մեր Տիրոջը, և ներսում ունենանք, որովհետև եթե ներսում չունենանք, դրսից Աստծուն տեսնելը մեզ օգուտ չկա, մենք գցվելու ենք գեհեն։ Դրսից, եթե ունենանք, ներսում չունենանք, երբեք օգուտ չկա, պետք է ներսում ունենանք։ Դրսի մեղքերը տեսնում ենք, էլի օգուտ չկա, մենք մեր ներսի մեղքը պետք է տեսնենք, որ ներսի մեղքից ազատվենք, Տերն մտնի մեր ներս, որ ինչպես է տան եկավ ու փչեց ու Սուրբ Հոգին ստացան։ Եվ էլի հայրերը բացատրում են, Թովմասը այդ ժամանակ այդտեղ չէր, առաջի անգամ ինքը փչեց Սուրբ Հոգին ստացան, ասում են ինչի Թովմասը բաց չստացա, չի ասում այդ փչելով ինքը փչեց ողջ աշխարհի մարդկությանը, որպեսզի ով հավատում է իրան, Սուրբ Հոգու շնորհը ստանալու է իր ներսում։ Այդ շնորհները Աստված տալիս է նրանց, ովքեր հավատում են և ընդունում են որպես Տեր և Աստված։ Եվ Տիրոջ զորությամբ մեր այս ներսի փակված դուռը հարության, որ այդ ժայռաբեկորը դրած է, Տիրոջ հրամանով հրեշտակները հանեն, որպեսզի բացվի մեր հարության դուռը։ Եվ Տիրոջ զորությամբ և էլի հրամանով փակվի մեր մեղքի դուռը, որպեսզի մեղքը չսողոսկի մեր մեջ։ Սատանան ասում է միշտ դռան հետևը կանգնած է, հենց տեսնում է, որ մտքով մարմնով դուռը բացում ես մեղքի, ինքը պատրաստ դերս է ներխուժում։ Եվ թող Տերը ամուր կոծի այդ դուռը, մեղքի դուռը, որպեսզի փակվի էլ մեղքը չլցվի, երբ որ մաքրվի մեր ներսի տաճարը, Տերն էլ մեր ներսում կլինի, և պահապան կլինի մեզ, և հարությունը կպարգևի, և մենք մեր գերեզմանից դուրս կգանք, ամեն։ Քրիստոս հայր մեռելոց, օրինյալ է հարությունը Քրիստոսի, մեզ և ձեզ, մեծ ավետիս, ամեն։